Աստված ոչանի Իրանը ֆուլ այսպես ասած տանուլ տա այս պատերազմը եւ մենք ուղղակիորեն ծայրահեղ ծանր վիճակում կհայտնվենք եւ չի բացառվում որ հունիսի 20-ին Նիկոլի այցը կամ բերման ենթարկելը Անկարա նա կապված է այս հարցերի շուրջ որ նույն Հայաստանի Հանրապետությունը ինքնական ֆուլ կապիտուլյացիայի ենթարկվի եւ դա այսպես շատ գեղեցիկ փաթեթավորված կապիտուլյանտ Նիկոլը ներկայացնի հայ ժողովրդին որ ես տեսեք ինչ մեծ ուրախ խաղաղություն եմ բերեց ես մենք շատ ծայրահեղ ծանր եւ վատ վիճակում ենք եւ պետք է նշեմ որ հասարակության զգալի մասը դա չի էլ գիտակցում չի էլ պատկերացնում նստում են սրճարաններում ռեստորաններում ուրախ զվարթ խնջույքներ են անում բայց չեն պատկերացնում որ կամած պատերազմը մոդելում է մեր սահմաններին եթե նախկինում Մոսուլում էր Հալեպում էր Ռաքայում էր որոնք Հայաստանի սահմանից ուղիղով մոտ 300-400 կիլոմետր հեռավորության վրա են հիմա ընդամենը մեր սահմանի այսպես ասած բերանին է Հավրիզն են ռմբակոծում արևմտյան Ադրբեջան նահանգի տարբեր տարածքներն են բնակավայրերն են եւ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներն են ռմբակոծում մեր սահմանից ընդամենը 30, 40, 60 կիլոմետր հեռավորության վրա է ուրեմն ուղիղով է ռմբակոծման վայրերը եւ մենք պետք է հասկանանք մեկ ու շատ կարեւոր բան եթե մենք մեզ պետք չենք մենք ոչ մեկին պետք չենք սա մեկ եւ երկրորդը մենք պետք է եւս մեկ անգամ հասկանանք որ մեր այդ գեղցի շուտրյակությամբ մենք շատ առաջ չենք ընկնելու չի լինում նման բան մեր այդ գեղցի շուտրյակությունը շատ վաղուց եւ Ռուսաստանում եւ Իրանում եւ այլուր շատ լավ անցել են եւ մենք պետք է մաքսիմալ անկեղծ լինենք մեր այն հարևանների եւ գործընկերների հետ որոնց հետ դեռ նորմալ հարաբերություններ ունենք կամ նրանք են մեր նկատմամբ նորմալ եթե ոչ մեզ ոչ ոք չի երաշխավորում որ 360,000 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող հայկական լեռնաշխարհից որտեղ մենք ձևավորվել ենք որպես ազգ եւ ապրում ենք դեռ այս տարածքում այս 29,000 քառակուսի կիլոմետրն էլ մեզ է մնալու չկա նման բան